Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Դիկ Վիտինգտոնն ու իր կատուն։ Էդվարդ III թագավորի օրոք գավառական ավաններից մեկում ապրում էր Դիկ Վիտինգտոն անունով մի փոքրիկ տղա։ Նրա հայրն ու մայրը մահացել էին, և խեղճ Դիկը ոչ մի խնամակալ չուներ։ Նա նույնիսկ ուտելու բան չէր ունենում և հաճախ քաղցած էր մնում։ Դիկը միշտ ձգտում էր գնալ Լոնդոն, որովհետև լսել էր, որ այնտեղ փողոցների սալահատակները ոսկուց էր։ Մի օր 8 ձի լծած մի գեղեցիկ կառք անցավ գյուղի միջով, և Դիկը կառապանին հարցրեց, արդյոք Լոնդոն չի գնում։ Մարդը պատասխանեց, որ գնում է։ Դիկը խնդրեց նրան թույլ տալ կառքի կողքով քայլել մինչև Լոնդոն։ Բայց երբ կառապանն իմացավ, որ Դիկը ոչ հայր ունի, ոչ մայր, ասաց, որ կարող է կառք բարձրանալ։ Այսպես Դիկն ապահով հասավ Լոնդոն։ Նա այնքան էր ուզում տեսնել ոսկյա փողոցները, որ անմիջապես վազեց դրանք գտնելու։ Նա կարծում էր, որ բավական է վերցնել սալահատակին մի կտոր, որպեսզի կարողանա դրանով գնել ցանկացած բան։ Բայց ավաղ, նա գտավ ոչ թե ոսկյա, այլ կեղտոտ փողոցներ։ Երկար թափառելուց հոգնեց, գիշերն էլ վրա հասավ։ Խեղճ Դիկը նստեց մի մութ անկյունում ու փորձեց քնել։ Հաջորդ առավոտյան տղան զգաց, որ շատ քաղցած է և քաղցից թուլացած։ Նա չդիմացավ ու նվաղած վայր ընկավ մեծ տներից մեկի դռանն առաջ։ Շուտով նրան նկատեց խոհարարը և բղավեց. «Ինչ ես անում այստեղ, ծույլ թափառական, եթե չհեռանաս, վրադ տաք ջուր լցնելով կստիպեմ վեր ցատկել»։ Հենց այդ ժամանակ հայտնվեց տանտեր միստր Ֆիցվարենը, մի հարուստ վաճառական, որը տուն էր եկել ճաշելու։ Տեսնելով իր դռան առաջ պառկած կեղտոտ, քրչոտ տղային, ասաց. «Ինչու ես պառկել այդտեղ, տղաս։ Դու բավական մեծ ես երևում ու կարող ես աշխատել։ Ըստ երևույթին ծուլանում ես»։ «Ոչ, սըր», ասաց Դիկը, «ես կաշխատեմ, քրտնաջան, բայց այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում և քաղցից էլ սիրտս մարում է»։ «Խեղճ տղա», ասաց միստր Ֆիցվարենը, «վեր կաց տեսնեմ, քեզ ինչ է պատահել»։ Դիկը փորձեց վեր կենալ, բայց այնքան թույլ էր, որ չկարողացավ ոտքի կանգնել, չէ որ նա 3 օր ոչինչ չէր կերել։ Միստր Ֆիցվարենը բարի մարդ էր։ Նա հրամայեց, որ Դիկին անմիջապես ներս տանեն և լավ կերակրեն։ Նա ասաց, որ Դիկը կարող է մնալ իր տանը, որքան ուզենա, միայն թե օգնի խոհարարին։ Դիկն այդպիսով երջանիկ կլիներ, եթե 2 բան նրան չխանգարեին։ Խոհարարը մի կռվարար կին էր և ամբողջ օրը վիրավորում էր տղային։ Բացի դրանից, ձեղնահարկում, որտեղ նա քնում էր, ողջ գիշեր մկներ ու առնետներ էին վազվզում, հաճախ նույնիսկ դեմքի վրա էին բարձրանում, այնպես որ Աստծո ամեն գիշեր տղան քնից վեր էր թռչում։ Մի օր Դիկը մաքրեց մի պարոնի կոշիկները, որի համար ստացավ 1 պեննի։ Նա մտածեց, որ դրանով կարող է կատու գնել։ Հենց հաջորդ օրը կատուն ձեռքին մի աղջիկ տեսավ ու հարցրեց. «Արդյոք չի վաճառի 1 պեննիով»։ Աղջիկը համաձայնեց և ասաց, որ կատուն լավ մուգ բռնող է։ Դիկը կատվին պահում էր ձեղնահարկում, ամեն օր նրան տալիս էր իր ուտելիքի մի մասը ու նրանք շատ մտերմացան։ Կատուն իսկապես շատ լավ մկնորս էր և շուտով տղային անհանգստացնող մկներից ու առնետներից ոչ մի հատ չմնաց ձեղնահարկում։ Դրանից շատ չանցած Դիկին լավ հագուստներ տվեցին և ասացին, որ նա պետք է ամենուրեք հետևի միստր Ֆիցվարենի դստերը՝ միս Ալիսին։ Մի առավոտ միս Ալիսը պատահաբար վայր գցեց դրամապանակը։ Դիկը, որ հետևում էր նրան, տեսնելով այդ, անմիջապես վերցրեց դրամապանակն ու տվեց աղջկան։
Միս Ալիսը շնորհակալություն հայտնեց եւ շատ սիրեց Դիկին այդ ազնիվ արարքի համար։ Իսկ երբ իմացավ, թե ինչքան էին Դիկին վիրավորում խոհանոցում, կռվարար խոհարարին հրամայեց ավելի բարյացակամ լինել տղայի հանդեպ։ Միստր Ֆիցֆարենի նավերից մեկն արդեն պատրաստ էր Աֆրիկա մեկնելու։ Նա միշտ իր ծառաներին թույլ էր տալիս որևէ բան ուղարկել վաճառքի, մեկ էլ տեսար, դա նրանց, ինչպես նաև հենց իրեն հաջողություն բերեց։ Նա բոլորին հարցրեց, թե ինչ են ուղարկելու։ Ամեն մեկը մի բան բերեց, բացի խեղճ Դիկից, որը ոչինչ չուներ։ Միս Ալիսն ասաց, որ կարող է փոխարինաբար որոշ գումար տալ, ուղարկելու, բայց հայրն առարկեց։ Ոչ, նա կարող է ուղարկել միայն այն, ինչ իրեն է պատկանում։ Դիկն ասաց, ես ոչինչ չունեմ, բացի իմ կատվից։ Այդ դեպքում անմիջապես գտիր կատվիդ տղաս, ասաց միստր Ֆիցֆարենը, եւ տուր թող տանեն։ Այսպես Դիկը ստիպված էր բերել իր փիսոյին, որին եւ վերցրին նավի վրա եւ շուտով նավարկեցին դեպի Աֆրիկա։ Դիկը շատ դժբախտ էր առանց կատվի, խոհարարն էլ նորից կոպտում էր ու ամբողջ օրը ծիծաղում վրան, որ նավով կատու է ուղարկել։ Բանը հասավ այնտեղ, որ Դիկը որոշեց փախչել տնից։ Առավոտ կանուխ ճանապարհ ընկավ ու գնաց այնքան, մինչև հասավ Հոլովեյ։ Այնտեղ նստեց հանգստանալու մի քարի վրա, որը մինչև օրս էլ կոչվում է Վիտինգտոնի քար, ու լսեց, թե ինչպես են ղողանջում Չիփսայդի կամարակապ եկեղեցու զանգերը։ Ականջ դրեց ու նրան թվաց, թե զանգերն ասում են. Ետ դարձիր, ետ, Վիտինգտոն, վերադարձիր շուտ Լոնդոն, կդառնաս դու այնտեղ, ուղ, Լոնդոնի քաղաքագլուխ։ Լոնդոնի քաղաքագլուխ, ինչ տարօրինակ է, մտածեց տղան, հետո որոշեց, եթե իսկապես մի օր դառնալու է Լոնդոնի քաղաքագլուխ, ապա առայժմ պետք է մնա Լոնդոնում ու տանի այն բոլոր վիրավորանքները, որ հասցնում է նրան կռվարար խոհարարուհին։ Կգնամ, ետ կվերադառնամ եւ ուժերս չեմ խնայի, մտածեց նա։ Ու Դիկը վերադարձավ, բարեբախտաբար նրա բացակայությունը ոչ ոք չէր նկատել։ Խոհարարն էլի բարյացակամ չէր նրա նկատմամբ, բայց Դիկը այլևս չհեռացավ այդ տնից։ Մինչ այդ նավն արդեն հասել էր Աֆրիկա։ Երկրի թագավորն ու թագուհին ողջունեցին նավապետին ու հրավիրեցին պալատ։ Գեղեցիկ սպասքի մեջ դրված ընթրիքը պատրաստ էր, բայց մինչ նրանք որևէ բան կհամտեսեին, հարյուրավոր առնետներ ու մկներ ներս խուժեցին ու խժռեցին ամեն ինչ։ Նավապետն անչափ զարմացավ ու հարցրեց, արդյոք որևէ բան չի կարելի ձեռնարկել դրանց դեմ։ Թագավորն ասաց, որ իր գանձերի կեսը կտար դրանցից ազատվելու համար, բայց չգիտե, ինչպես երկիրն ազատի այդ առնետներից ու մկներից։ Նավապետն անմիջապես մտածեց Դիկ Վիտինգտոնի կատվի մասին ու թագավորին ասաց, որ իր նավի վրա կա մի կենդանի արարած, որը հեշտությամբ կարող է վերջ տալ այդ բոլոր առնետներին ու մկներին։ Թագավորը շատ ուրախացավ։ Նա խոստացավ, որ եթե այդ արարածի մասին նավապետի ասածը ճիշտ լինի, նավը բերնեբերան բեռնել կտա ոսկով, դրա դիմաց խնդրելով այդ տարօրինակ կենդանուն։ Նավապետն իր գործը լավ գիտեր։ Նա թագավորին համոզեց, որ առնետներ ու մկներ բռնելու կատվի ճարպկության մասին իր ասածները միմիայն ճշմարտություն են։ Ինձ համար շատ դժվար կլինի բաժանվել մեր կատվից, ասաց նա, քանի որ մենք նրան պահում ենք նավում մկներին ոչնչացնելու համար, բայց ձերդ մեծությանը հաճույք պատճառելու համար ես նրան հիմա կբերեմ այստեղ։ Կատու, ասաց թագավորը։ Իսկ ինչ է կատուն, մեր երկրում կատուներ չկան։ Գնացեք, բերեք,
անհամբերությամբ ասաց Թագուհին, ինչպես եմ ուզում տեսնել այդ կենդանուն։ Մինչ կպատրաստեին ճաշկերույթի մի նոր սեղան, նավապետը գնաց Փիսոյին բերելու եւ պալատ վերադարձավ հենց այն պահին, երբ բոլոր մկներն ու առնետները դուրս էին գալիս համեղ պատառները խժռելու։ Նրանց տեսնելով Փիսոն նավապետի գրկից վայր ցատկեց, բռնեց եւ վերջը տվեց շատ առնետների, մինչ նրանք կհասցնեին թաքնվել պատերի անցքերում։ Թագավորն ու Թագուհին անչափ ուրախացան եւ խնդրեցին մոտ բերել կենդանուն ավելի լավ տեսնելու համար։ Նավապետը կանչեց Փիսո, Փիսո, եւ կատուն թռավ նստեց նրա ծնկներին։ Թագուհին վախենում էր ձեռք տալ մի կենդանու, որը կարող էր այդքան առնետների ու մկների վերջը տալ, բայց լսելով, թե կատուն ինչպես էր հաճույքից մլրտում, երբ նավապետը շոյում էր նրան, ինքն էլ համարձակվեց շոյել կատվի մեջքը, ասելով «Փիտո, Փիտո», քանի որ անգլերեն խոսել չէր կարող։ Շատ չանցած Փիսոն արդեն նստած էր Թագուհու գրկում, նա մռլտում էր ու քսմսվում Թագուհու ձեռքին։ Այդ ժամանակ թագավորն առաջարկեց գնել ամբողջ նավաբեռը, իսկ երբ իմացավ, որ Փիսոյի ձագուկները շուտով երկիրը կմաքրեն առնետներից ու մկներից, կատվի համար առաջարկեց ավելի մեծ գին, քան նավի վրա գտնվող բոլոր ապրանքների համար։ Եվ նավապետը Աֆրիկայից նավարկեց Լոնդոն, իր հետ տանելով շատ գանձեր ու ոսկի։ Նավն ապահով տեղ հասավ, առավոտյան միստր Ֆիցվարենը լսեց դռան թակոցը։ Եկել էր նավապետը ոսկու եւ թանկարժեք իրերի ծանրության տակ կքած մի քանի նավաստիների հետ։ Միստր Ֆիցվարենը գոհունակություն հայտնեց Աստծուն այդքան հաջող ճանապարհորդության համար, որից հետո նավապետը պատմեց կատվի պատմությունը եւ ցույց տվեց այն գանձերը, որ թագավորն ուղարկել էր դիկին կատվի փոխարեն։ Միստր Ֆիցվարենը անմիջապես կանչել տվեց դիկին, որը սակայն չէր ուզում գալ, որովհետև շտապ ամաններն էր մաքրում ու ինքն էլ շատ կեղտոտ էր։ Բայց միստր Ֆիցվարենը պնդեց, որ դիկը գա ու պատմեց նրան մեծ հաջողության մասին։ Ես սրտանց ուրախ եմ, ասաց նա, այն նորությունների համար, որ նավապետը բերել է քեզ, նա քո կատուն վաճառել է ավելի թանկ, քան իմ ամբողջ կարողությունն արժե։ Ես քեզ մաղթում եմ երկար կյանք, բարով վայելես հարստությունդ։ Դիկը խնդրեց տիրոջը վերցնել այդ գանձերից որքան կցանկանար, բայց միստր Ֆիցվարենը հրաժարվեց։ Ոչ, այդ ամենը քոնն է, քեզ է պատկանում, մինչև վերջին պեննին։ Եվ դիկը նվերներ բաժանեց նավապետին, նավաստիներին, միստր Ֆիցվարենի բոլոր ծառաներին ու նույնիսկ կռվարար խոհարարուհուն։ Հետո միստր Ֆիցվարենն ասաց նրան, որ անհրաժեշտ է ձեռք բերել լավ հագուստներ, ապա հրավիրեց ապրելու իր տանը, մինչև տղան ունենար իր սեփականը։ Երբ դիկը մաքրվեց ու հագավ մի հաճելի զգեստ, դարձավ այնքան գեղեցիկ, որքան կարող է լինել յուրաքանչյուր երիտասարդ տղա։ Եվ Միսիս Ալիսը, որը միշտ սիրել ու խղճացել էր դիկին, այժմ իսկապես սիրեց նրան։ Միստր Ֆիցվարենը շուտով նկատեց նրանց փոխադարձ սերն ու կազմակերպեց հարսանյաց հանդես, որն անցավ մեծ շուքով։ Եվ նրանք երջանիկ ապրեցին իրենց սեփական մեծ տանը, ունեցան երեխաներ։ Հետագայում դիկը դարձավ Սըր Ռիչարդ Վիթինգտոն եւ իսկապես 3 անգամ եղավ Լոնդոնի քաղաքագլուխ։